որում այդ ամբողջ այցելությունը կազմակերպված է տգետների դպրոցի հերթական սեանսին, որը այդ անգամ տրվել էր Մեղրիում, միջավայրից Նիկոլ Փաշյանն էլ էր դրան գնացել, ճանապարհին Կապանում կանգնել է, չգիտեմ, այդ էկո բարեկային ծառայություն եւ այլն, այդ մնացած են համայնքի բնակիչների հետ հանդիպում, այդ երևանցիների ատամ լվալը բան, այդ պատմությունները դրանք տենց օժանդակ բան է, որ ինքը անհանգստացած է փաստորեն, որ Երևանի բնակիչները ատամները լվանում են, դա լուրջ անհանգստություն է վարչապետի համար եւ ինքը գնացել էր Սյունիքի մարզի յուղերի բնակիչներին, ասում էր, որ դուք ձեր համայնքում ջուր չունեք, խմելու, իրանք խմելու ջրի խնդիր են բարձրացնում։ Մենակ այն պատճառը, որ երևանցիները ատամները լվանում են։ Ու դա օժանդակ միջոցառումներն էր, հիմնական միջոցառումը, որ ինքը գնա ելույթ ունենա տգետների դպրոցի Մեղրի սեանսի ժամանակ, դա հատուկ թատերականացված, եթե նկատել եք, այնտեղ հատուկ բեմ է հավաքվում, այտենց էկրաններ են դրվում, Աննա Հակոբյանը ելույթ ունենում, հետո բարձրանում այդ Նիկոլ Փաշինյանը, այդ Սթիվ Ջոբսի կերպարով, այդպես միկրոֆոնը ամրացված, խոսելուց ներկայացնում է, բան թե ինչ է խոսում, ոչ մի տեսանյութ չկա, ասենք դրա ինչ է խոսում, ամենը մի րոպեանոց, մի հատ ռիլ Instagram-ում կամ TikTok-ում տեղադրելու համար։ Ու այսօր ես հրապարակել էի, թե ոնց էր Թալինի քաղաքապետը հրահանգավոր է համայնքային յետակայության աշխատակիցներին էլեկտրոնային փոստով, որ անպայման գրանցվել եւ գրանցածների ցուցակը ներկայացնել իրեն, որ առաջիկայում փաստորեն տգետների դպրոցի սեանս ալնելու նաև Թալին քաղաքում։